Բարի օր սիրելի հերոստատի դողներ, այսօր պատրաստելու ենք կանաչ լոբով ջաշ, որը ես սովորել եմ իմ դադիկից, շատ համեղ ջաշ է եւ մենք հայերս կանաչ լոբին շատ ենք սիրում ու այս ջաշը մշտական սեզոնային պատրաստվում է։ Այս վրա իմ պատրաստածը գա կանաչ լոբին արդեն մենք մաքրել ենք, դասավորել ենք, մնացել է մի քանի հատ, հեսա հիմա կանեմ մինչ այդ որ ես խոսում եմ ձեր հետ, կվերջացնենք, այսինքն այսպես գլուխները կտրատում ենք, մի քանի մասի ենք բաժանում ու ավելացնում ենք մեր մնացած պատրաստածին։ Կարող եք այսպես շև կտրատել եւ կարող եք ուղիղ կտրատել, այդ ձեր ցանկությամբ։ Կարևորը սկիզբը եւ վերջը հանենք ու այսպես մանրացնենք։ Իրականում կանաչ լոբիի տեսակներ կան, որ թել են ունենում, այդ ավելի այդ հաստերն են, որը դենց է, իսկ այս բարակները իրականում գողքը չեն ունենում թել ու էդի շատ լավ է, որ մեր գործը ավելի հեշտանում է։ Ամենահետաքրքիրը, մի հատ էլ հետաքրքիր բան ասեմ, որ այս բոլորը որ պատրաստում են այս լոբիով, միշտ մտածում են, որ էսի քույնը դենց է մնում, ոչ քույնը դենց չի մնում, երբ որ էսի եփվում է, գնում է այդ մանուշակակույնները, իրականում դենց աստվածային ինչ-որ մի բան է, որ տաքության մեջ այդ ամեն գիծերը վերանում են, այսինքն մեկը թարնում է նորմալ կանաչ լոբիի պես, բայց դե համը ավելի համով է։ Ուրեմն, մեր լոբիները քանի որ պատրաստ են, այստեղ ինչպես տեսնում եք լոլիկներ ունենք, այսքան հետաքրքիր անուշիկ լոլիկներ եւ համով, այստեղ ունենք սխտորը մանրացնելու եմ։ Սոխերը արդեն մանրացրել եմ, որովհետև չի ուզում եթերում լայ, դուք էլ իմ հետ լայք, ոչինչ, հիմա ստեղ կմանրացնենք։ Ուրեմն, սխտորները ինչպես եմ ընդհանրապես կտրում, մի հատ սենց թանակով ջզմում եմ ու հետո այսպես մանրացնում եմ, իսկ ինչի եմ տենց անում, որովհետև մի հատ որ ջզմում եմ, իրա տենց այդ համը ավելի դուրս է գալիս ու այսպիսով մույսներն էլ տենց ենք անում, այսպես ու մանրացնում ենք։ Մարդկա ավելի ջզմում է, մանրացնում է, բայց ես այսինքն ոչ շատ մանր, ոչ շատ մեծ եմ կտրատում։ Այսինքն ըստ ցանկության։ Այսպիսով մեր սոխը եւ սխտորը պատրաստ են եւ լոբին պատրաստ է, կարող ենք մի թեթև իրար հետ խարգել ու հետո ջուրը ավելացնել։ Իսկ ես ոնց եմ այսպիսի մթերքները եփում, եթե լոլիկ ունեմ, իր ջաշի վրա պետք է ավելանա կամ լոլիկի մազուկ, ես մի քիչ եփելուց հետո եմ ավելացում, որովհետեւ ինչ որ ջաշերի մեջ լոլիկ ենք ավելացում, ինքը ուշացնում է եփելու process-ը։ Դրա համար ավելի ուշ ենք ավելացնում։ Հիմա այստեղ գրագը բացում ենք, միացնում ենք ու մի քիչ ցիտապտղից հետ եմ ավելացնելու։ Մի քիչ շատ, որովհետև մենք այսպիսի ջաշերի համար ասում ենք ցեթով ջաշ ու այդ ցեթը պետք է անպայման ցիտապտղից հետ լինի։ Եթե չունեք ցիտապտղից հետ, ավելի լավ է տնական յուղ օգտագործեք, քան օրինակ արևածաղիկի կամ ինչ-որ ուրիշ ցեթեր։ Այս քայլում ավելացնում ենք աղ։ Բղբեղ, իսկ մնացած համեմունքները մի քիչ հետո։ Լավ մտապակում ենք ու հետո ավելացնելու ենք ջուրը։ Ես տանեմ։ Սերկս սխտոր էր, մի քիչ մաքրեմ սխտորը։ Ուրեմն, միջև որ մի քիչ եփի եւ տապակվի, արդեն ես կարող եմ սկսել լոլիկը կտրատել։ Դե լոլիկը նորմալ պետքա բզդիկ մանր կտրատենք եւ ավելացնենք։ Մեկ-մեկ այսպիսի ջաշերի ես գեղևազուրկ եմ անում, այսինքն գեղևը հանում եմ, բայց տենց չէ որ միշտ պարտադիր է, քանի որ գեղևն էլ իր լավ կետերը ունի եւ օգտակար։ Այսինքն եթե ուզում եք մի քիչ ավելի
ասում են Հայաստանի լեզվով թիթիզանալ, կարող եք կեղևները հանել։ Եթե խնամիներ, մնամիներ պիտքան։ Եթե ձեր համար եք անում, կարող եք կեղևը թողել։ Այսպես կդրատում ենք, որպեսզի ավելացնենք։ Մի հատ նայենք։ Վաու։ Շարունակում ենք։ Երկրորդ լոլիկն էլ կդրատենք։ Ես լոլիկ սիրող եմ ու ընդհանրապես տենց օրինակ հայկական լավաշով եւ այլն բանիրով պատատում ուտում եմ ու իրականում վրան ավելացնում եմ մի քիչ չորացած անուխ, մի քիչ ցիտապտղից հետ, անպայման էքստրա virgin olive oil եւ անշուշտ կծու պղպեղ։ Մի հատ համովություն է, որը չեք պատկերացնի։ Նայենք։ Okay։ Հիմա մենք այդ վիճակին ենք, որ արդեն կարող ենք ջաշի ջուրը ավելացնել, բայց առաջ որ ջուրը ավելացնեմ, ես ուզում եմ ստեղից երկու տեսակի կարմիր բղբեղ ավելացնել։ Մի հատ կծու, մի հատ ոչ կծու։ Եթե ընդհանրապես չեք ուզում կծու լինի, կարող եք կծուն չավելացնել։ Այստեղ ունենք դարչին։ Մի թեթև ավելացնում եմ, շատ թեթև, ինքը հետաքրքիր համ է տալիս։ Մի հատ խառնում եմ ու գնում ենք հորից ջուր բերենք։ Կատակ եմ անում, սիվից եմ բերելու։ Մի հատ լավ խառնում եմ և թողում եմ, որպեսզի եփի։ Լոլիկի կտրատելը շարունակում ենք ու հետո արդեն բրինձե փիլավը պետք է պատրաստենք։ Մինչ այդ իրեն թողում ենք, որ լավ եփի։ Այսինքն մի 15 րոպեից ես կավելացնեմ լոլիկը եւ լոլիկի մածուկը եւ բղբեղի մածուկը մեր ջաշին։ Իրականում Եվրոպա որ գնում ես, ինչ որ հետաքրքիր ջաշի տեսակ են ասում ես ինչ կա մեջը եւ այլն, ինչ որ են է, պատվիրում ես գալիս է։ Ինքը ոնց որ գլխավոր պաղադիժը լոլիկն է լինում ու вообще ուրիշ բան չի գա։ Ասում ես ինչա, ասում է դե լոլիկը քամել ենք, լոլիկը արել ենք, էսի դրել ենք, կովը հաց ենք դրել, կովը մի քիչ աղ, կովը ցիտապտղից հետ, այդ ամեն ինչ որ ուտելիքը լոլիկի վրա է հիմնված, իրենք դենց իրականում իրենց խոհանոցում շատ են պաշտում լոլիկը ու իրավունք ունեն, որովհետև համով է շատ լոլիկը։ Մենք փոքրուց մեր դանը կամ մեր քյուղի դանը, որտեղ միշտ պատրաստում էին բահաձոներ եւ այլն, լոլիկի մածուկի փարթի ունեինք, ոնց որ եւ բոլոր ասկականներով Կերտաստանով հավաքվում էինք, որպեսզի լոլիկի մածուկ պատրաստենք։ Ամեն մարդ նստում էր իրար հետ, մեկը կտրատում էր, մեկը մաքրում էր, մեկը ջուսներ հանում, մեկը բնակների էր դնում, վերջում պետք էր եփեինք, իրեն խտացնեինք ու հետո տնեինք արևին, որ չորանար։ Այսինքն դուք պատկերացնում եք այդ համը, որ արդեն եղել է մի 2-3 օր հետո, սենց անշուշտ ամեն օր պետք է խառնեիր, ամեն օր մեկ թորնիկի բարդականություններ այդ լոլիկը խառնելը, պետք է գնայինք սենց կովկովի ափսեներով խառնեինք, բայց խառնած ժամանակնից մենք հաց էինք պաղցնում մեր հետ, մեկ էլ ցիտապտղից հետ ու խառնած ժամանակնից այդ վրևի մասը, որ չորացել է ու ինքը արևի հետ այդ շփումն ա ունեցել, դնում էինք մեր հացիկների վրա ու ցիտապտղից հետն էինք դնում ու ուտում էինք։ Այն որ աշխարհի ամենաերջանիկ մարդն էինք այդ րոպեին։ Բոլորս էլ կարող ենք շատ բարձ բաներով շատ երջանիկ լինել, կարծում եմ։ Տենց բաներ։ Ես խառնում եմ, թողում եմ, որ լավ եփի եւ անցնում ենք Մարանիկ ջան, մենք մգրատ ունենք, հեսա կգտրենք քեզ։
Հիմա ես պետք է հաշվեմ մենք թիմով քանի հոգի ենք, որ ըստ դրա հաշվեմ։ Օրինակ ես մտածում եմ այս բաժակով երևի 2 ամբողջական բաժակ պատրաստեմ։ Դուք էլ կարող եք հաշվել ձեր ընտանիքը կամ թրացիները, եթե ուզում եք հյուրասիրել հարևաններին եւս, հաշվել իրենց եւ ասել բրինցը ինչքան է։ Բրինցը դրեցի եւ գրագը միացրեցի։ Հիմա այստեղից մի քիչ կարակ եմ ավելացնելու։ Լավ հալվել է։ Դուք ինչպես գիտեք, ես ընդհանրապես իմ բրինցով փիլավներին կամ ընդհանրապես ուրիշ փիլավներու յալ անպայման թափնուդերև եւ դարչին ավելացնում եմ։ Այստեղից պետք է ավելացնեմ 2 հատ թափնուդերև եւ մի հատ էլ դարչին։ Դարչինի ցողիկ ավելի ճիշտ է։ Այս անպայման ավելացրեք, հետո կասեք շաղիկը իրավունք ունի, քանի որ ձեր բրինցե փիլավին այնքան համովություն ու փույր է տալիս, որ չեք պատկերացնի շատ համով է լինում։ Հիմա մի բան է պակասում, ուրեմն բրինցե փիլավը ոնց ենք եփում, բրինցը դրինք, յուղի տեսակը դրինք, արոմաները դրինք։ Այո, ճիշտ եք, ջուրը գնում ենք նորեն սիլ, վերցնում ենք եւ ավելացնում։ Հա, չենք ավելացնում, քանի որ հաշիվով պետք է անենք։ Ուրեմն 2 բաժակ բրինցին ավելացնում ենք 4 բաժակ ջուր։ Այս 1, այս 2, 3, 4։ Մի հատ խառնում եմ։ Հələ մի հատ քույները նայեք։ Տեսակ, լոբիները արդեն դարձել են մի քույն։ Ստեղ ունենք լոլիկի մածուկ, պղպեղի մածուկ ավելացնելու ենք։ Ավելացնում եմ լոլիկի մածուկը։ Պղպեղի մածուկը։ Մի քիչ սև պղպեղ, աղացած կարող ենք ավելացնել։ Իրականում կանաչ լոբիին մաքսիմում իրանց կարևոր բաղադրիչները ասեմ, որը թեր են խաղում համովության հետ, ցիտաբտղի ցեթը, սոխոսոխտորը, սև բղբեղը եւ լոլիկի եւ բղբեղի մածուկները։ Լավ խառնում եմ ու թողում եմ եփի։ Կարող ենք արդեն մի քիչ փակել կափարիչը։ Իսկ հայ դանդիգինը ինչ անում, երբ որ բրինցե փիլավը եւ ջաշը պետք է եփի։ Քանի որ պետք է սեղան պատրաստենք, այն սեղանին դեհացը գտնենք, ոչ մի խնդիր, թանի դեսագը գտնենք, ոչ մի խնդիր, չանախից եւ պետք է ինչ որ գանաչի դեսագի կամ բանջարեղենի դեսագի մի հատ ափսե պատրաստենք։ Մի հատ իրար այդ ափսեն ենք պատրաստում ու մեր ջաշերը պատրաստ է լինել։ Ահա, ամեն ինչ բերեցինք, մի հատ ափսե ենք բերում, որպեսզի շարենք։ Այստեղից էլ երևի մի հատ այս անուշիկ կծու բղբեղներից վերցնենք։ Հայտնի է, որ շատ կուզու է։ Ու բերենք ափսե։ Բայց մեկ հատ չենք մոռանում, ջաշը խառնում ենք։ Վաու։ Հələ մի հատ նայեք։ Մի քիչ կափարիչը գիսապած ենք թողում եւ անցնում ենք բրինցին։ Մի հատ խառնում ենք։ Անցնում ենք մեր կանաչիներին։ Ընդհանրապես դանդիգիններ կան, որ կանաչ սոխը չեն գիտեր մաքրել, ասեմ ձեզ, որ կանաչ սոխը շատ կարևոր է, որ սկզբի այդ սպիտակ մասը չգտրեք, քանի որ եղել է, որ ընկերուհիներ իմ թիմաց եղել է, որ մաքրել են կանաչ սոխը եւ այդ սպիտակ մասը ամբողջական գտրել են։ Իրականում ամենակարևոր մասը այդ սպիտակ մասն է։ Եթե ուզում ենք գտրել, շատ դենց ձայրից պետք է գտրենք ու մաքրենք։ Հիմա մեր կանաչ սոխերը պատրաստ է, կարող ենք ավելացնել ու այստեղ իմ սիրած ամենասիրած
կանաչիներից ձիտրոնն է, որը հայկական ձիտրոնը, ես խենթանում եմ իր վրա։ Կարող ենք ստեղ ավելացնել։ Ստեղ պողերն եմ ավելացնելու։ Ես անում եմ ճիշտ, ինչպես կանեմ դանը, դրա համար։ Դուք էլ գսկաք, որ իմ դանը ճաշի է հրավիրված, դենց կտեսնեք ես ոնց եմ մատուցում սեղան իմ հյուրերին։ Այսպես անուշիկ պողերը թնում ենք 4 կողմով կամ կիսալուսին։ Եվ մենք մեր համով կանաչիների կամ պանչարեղենների ափսեն պատրաստ է հայկական, որը կմատուցենք լոբով ճաշի հետ։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր ճաշը պատրաստ է, ուզում եմ ցույց տամ ինչ ենք ստացել։ Այսպեսի ճաշ, որը հալվայի պես է եղել մեր լոբիները, ստեղ էլ մեր արդեն փրինցե փիլավը։ Հիմա ինչպես ենք մատուցում։ Երկու ձևով ենք մատուցում։ Կամ թնում ենք փրինցը ու իր վրա լոբի ճաշը, կամ թնում ենք կողք կողքի։ Կարկ մդուներ այնպես են ուտում, կարկ մդուներ այդպես։ Հիմա ես ուզում եմ ներքևը տնեմ փրինցը։ Այսպես։ Ու վրան ճաշը։ Մի հատ նայեք շքեղություն, տեսնում եք իրեն, տեսնում եք դուն, դակություն, սեր, միություն, ընտանիք, մի հատ սեղան, որ բոլորս հավաքվել ենք ու ուտում ենք այսքան համովություն։ Oh my god, շատ համով, կանաչ լոբի սիրողներ և չի սիրողներ անպայման գերեք, քանի որ այնքան համով ուտելիք է, որ չի սիրողները չեն հսկա մեջը լոբի գա և սիրողները հաճելի այդ լոբի համը գսկան, իրավ շատ համով է, մանավանդ պրինցով։ Եթե չեք ուզեր պրինց պատրաստել իրա կողքը, կարող եք հացով ուտել, որովհետև շատ դուներ այս ճաշը դենց պադարով են ուտում, ոնց մնացել է մեր ավանդույթով։ Իսկ իրա հետ արդեն ուտում ենք այսպիսի կանաչիներ, փող թրել ենք, ձիտրոն թրել ենք, կանացող, կոտեմ, գծու բղբեղ անպայման և անշուշտ թանը։ Դուք գիտեք, որ ես ճանախի հետ անուխով թանը շատ եմ սիրում, բայց եսի անուխովը չէ, այսօր որովհետև չէի ուզում այս համերի վրա ինչ-որ ուրիշ համ աստեցվի։ So, cheers, բարյախոժակ ձեզի, դուք էլ պատրաստեք վայելեք, վաղ կտեսնվենք։